է։ Ես ռադիո եկել եմ առաջին անգամ դեռ բանակում էի ծառայում, որպես զինվոր չէ, որպես սպա, եւ դիմումս գրել եմ, երբ որ արդեն ռադիոյում գործ եմ ընդունել։ Ուղղությունը դեպի զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկն է։ Մեզ հետ է հայտնի եւ սիրված հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, որը նաեւ պահեստազորի սպա է, կոչումով մայոր։ Ճանապարհին Եգորը հիշում է սահմանապազորքերում իր ծառայության տարիները։ Մտովի վերադառնում է անցյալ, կիսվում հիշողություններով եւ խոսում բանակի դերի մասին։ Ինձ թվում է յուրաքանչյուր հայ համար բանակը դա շատ ավելին է, քան պարզապես բանակ, որովհետեւ այդ բանակում ծառայում են մեր ընկերները, մեր բարեկամները, մեր երեխաները, բանակը ապահովում է մեր երկրի անվտանգությունը, բանակից համար բոլորս անդադ մտածում ենք։ Ուրախ եմ ձեզ տեսնելու մեր զորամասում։ Զորամաս հասնելուն պես նրան դիմավորում է հրամանատարը։ Շրջայցի առաջին կանգառը գրադարանն է, ժամանակակից ոճով նորոգված եւ հարուստ գրականությամբ համալրված, ինչը հաղորդավարին հաճելիորեն զարմացնում է։ Սենց գրադարան իսկապես առաջին անգամ տեսնում։ Հրամանատարը ներկայացնում է զորամասի պատմությունը, անցած ուղին եւ վերջին տարիների բարեփոխումները, որոնք նոր շունչ եւ մոտեցում են հաղորդել զինծառայությանը։ Ինձ դալիճ Երևանում շատ քիչ կա էլի իրականում։ Հիմա ես դուրս հավինում եմ մեր ճաշան։ Սիրված հաղորդավարը որոշում է համտեսել նաև զորամասում մատուցվող սնունդը։ Եգորը մեր առաջարկով համաձայնում է նաև իր ձեռքով ուտեստ պատրաստել զինվորական անձնակազմի համար։ Բարև ձեզ։ Ինչ եք անում։ Համոզված եմ, որ բանակը այն վայրերից է, որտեղ որ տարբեր մարդիկ գալիս են ու ինչ որ ժամանակ հետո հասկանում են, որ իրար հետ լինեն։ Ու ես հույսով եմ, որ այդ ամեն ինչը նաև հարգանքն ու սերն է։ Աղցանից հետո սկսվում է պատրաստության ամենահետաքրքիր մասը՝ տաք ուտեստը։ Թեև Եգորը պրոֆեսիոնալ խոհարար չէ, սակայն ամեն ինչ անում է հոգատարությամբ եւ սրտացավությամբ։ Խոսելով ծառայության դերի մասին, Եգորը կարևորագույն արժեքներից մեկն է համարում զինվորի եւ սպայի փոխհարաբերությունը, փոխադարձ վստահությունը, որը ծառայության ընթացքում առողջ մթնոլորտի ձևավորման կարևոր նախապայման է։ Կուզենայի տեսնել Հայաստան, որտեղ որ ծնողները ծնված օրվանից իրենց երեխաներին ասում են, որ դու հպարտությամբ պետք է գնաս բանակ եւ ծառայես քո երկրի համար։ Բարյախոտ։ Արդեն ճաշի ժամն է, զինվորների շարքում է նաև Եգոր Գլումովը։ Զրույցը պարզ է, անմիջական, իսկ սննդի համն ու որակը իրոք տպավորիչ է հյուրի համար։ Որտեղից ես դու։ Բերանի մեջից։ Հանդիպման ավարտին Եգոր Գլումովը զրույցներ է ունենում տղաների հետ, ինչպես նախապես էր ասել, որպես ծնող պետք է համոզվեր, որ ծառայությունն անցնում է կազմակերպված առանց խնդիրների։ Եգորի ավագ որդին էլ շուտով կհամալրի հայրենիքի պաշտպանների շարքը, իսկ ինքը պահեստազորի սպա մայոր Գլումովը ցանկացած պահին կարող է բոլորի կողքին լինել։ Ինչքան հնարավոր է այս երկու տարի ճիշտ օգտագործել, դա թույլ է ֆիզիկապես արի ուժեղացի։ Կարդալ չէր սիրում, սովորել չէր սիրում, արի կարդալ ու սովորել սիրի, որովհետև դու սիրելով անես ավելի հեշտ է։ Բարի ծառայություն։ Բարի ծառայություն։ Գնաս կփսակվես։ Լաուրա Մամյան, Հովհաննես Գրիգորյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։